Բարև ձեզ Տիկին Հասմիկ, ուրախ եմ, որ ընդունեցիք իմ հրավերը եւ հիմա Հայլու առաջ եք, ես ունեմ ավանդական հարց, ինչ եք մտածում, երբ որ նայում եք Հայլուն, ինչ ասում ձեզ Հայլին։ Ճիշտն ասած, երբ նայում եմ Հայլու մեջ, ես ասում եմ ուրախ եմ, որ այս ճանապարհը ես անցել եմ մաքուր, ճշմարտությունը ոչ մի անգամ չտրորած, իմ տեսակետը ունենալով եւ հանդիպել եմ նրան, ում երազել եմ երբևէ։ Այն մարդը, որը իմ երազանքների աղբյուրն է եղել, շարունակել է իմ հետագիծը թողնել մաքուր, որի համար շնորհակալ եմ Աստծոց։ Մի մարդու մասին եք խոսում, որի ազգանունը սկզբում կարծեմ չեք ուզել վերցնել, հա, Նավասարդյան ազգանունը։ Հետո ոչ թե մարդու ազգանունը չեմ վերցրել, այլ հանդիպել եմ կյանքում մի մարդու, որը ունեցել է տեսակետ, եւ նա էլ իմացել է, որ ես էլ ունեմ իմ տեսակետը, եւ ցանկություն եմ հայտնել Աշոտ Նավասարդյանին, որը իմ ամուսինն էր, ասելու, որ ես կվերցնեմ ձեր ազգանունը այն ժամանակ, երբ երկիրը կլինի անկախ, ազատ եւ միասնական։ Եվ ինչ ասաց։ Եւ Աշոտը մտածելով, որ ես չեմ, այո, վկաների ներկայությամբ ներկա են այնտեղ վկաներ Ազատ Արշակյանը եւ Կարինե Նավասարդյանը, որը քույրն էր Աշոտի։ Եվ Կարինեն ասաց, որ ես պետք է վերցնեմ, որտեղ այլ ելք չունեմ։ Ես վերցեցի նով Աշոտ Նավասարդյան ազգանունը, այդպես է կարգը զաքսում, հարցնում են, մնում եք ձեր ազգանվանը, այն ժամանակ սովետական շրջանում թե վերցնում եք ամուսնու ազգանունը։ Ես վերցեցի Նավասարդյան ազգանունը, բայց անձնագիրս չփոխեցի, ելնելով այն հանգամանքից, որ ես երբևէ պատճառ եւ խնդիր կունենամ Աշոտին ցույց տալու այնտեղ, որի համար ես ընտրել եմ իրեն։ Եվ պետք է ասեմ մի զավեշտ պատմություն, երբ տեսակցությունների ժամանակ Աշոտի մոտ էին գնում, եւ պատահաբար նա տեսնում է իմ անձնագիրը, որը դեռ չեմ փոխել, ու Նավասարդյան չի դարել անձնագիրս։ Նա ասում չեմ ուզում տեսած։ Նա վրդովեց, չէ։ Նա այնքան կարոտած էր մեզ ու երեխաներից, որտեղ միշտ երեխաներից հետ եմ գնացել, երկու երեխաներ, այն ժամանակ ունեի երկու երեխաներ։ Եվ երեխաներից հետ գնալով նա չէր կարող, որտեղ ես ծառայել եմ Աշոտ Նավասարդյանին, ինչպես ինքը ցանկացել է։ Այդ վրիպակը նա մտածեց, որ ես չեմ հասկացել այդ երևույթի իմաստը։ Ես հիշեցրեցի Աշոտին, որ գիտես, ես խոստացել էի, չէ, կվերցնեմ Նավասարդյան ազգանունը այն ժամանակ, երբ երկիրը կլինի ազատ, անկախ եւ միասնական։ Դու ես ինձ այդպես սովորեցրել, երբ մենք հանդիպեցինք իրար։ Նա քթի տակ ծիծաղեց, լռեց, բայց ասաց, որ քիչ էր մնում խենթանայի, որ ես ընտրել եմ մեկին, որը ինձ դեռ չի հասկացել։ Երբ որ տուն եկա, ես նամակ գրեցի եւ ինքն էլ արդեն գրել էր, Հասմիկ, մի մոռացիր, որ մեր նամակները գրաքննության են ենթարկում ԿԳԲ-ի կողմից, ազգային անվտանգության կոմիտեի կողմից, եւ ամոթ է, որ իմ կինը իմ ազգանունը չի կրում։ Մնացածը ինքը դատիր։ 80-ականներ արդեն, հա, երևի։ 72-րդ անգամ նա 80 թվին։ 80 թվին, այո, աղջիկս 7 ամսական էր այդ ժամանակ, երկրորդ աղջիկս, եւ փոխեցիք այդ ժամանակ։ Արդեն փոխեցիք։ Երբ որ ասեց ամոթ է, որ անվտանգության աշխատակիցը ԿԳԲ-ի աշխատակիցը ազգանունս դարձա Նավասարդյան։ Ճիշտն ասած, դա շատ ուշ եղավ, եւ դա խոսակցությունների առիթ հանդիսացավ։ Գիտեմ, որ ծնունդով երևանցի եք, եւ ձեր ծնողներն էլ երևանցիներ են։ Մեծ ընտանիքում եք մեծացել, 7 երեխա, երկրորդն եք դուք։ Եվ գենետիկորեն երևի թե ձեր հայրիկից եք ժառանգել, հա, այդ ազգային նկարագիր ավելի շատ։ Գիտեմ, որ ընտրության հարցում են ինքը մեծ դեր եւ նշանակություն է, հա, ունեցել իր որոշումը, ինքն է ընտրել ձեր համար։ Այո։ Պետք է ասեմ, որ մտավորական ընտանիքում եմ ծնվել, մայրս ատամնաբույժ, հայրս գյուղատնտես, եւ երկուսն էլ ծառայել են հայրենիքին եւ մի դիպվածով, մի խոսքի առումով ցանկացել են ունենալ 7 որդի։ Ինչ որ մեկը ասել է, որ մայրս երեխաներ չի ունենա, գեղեցիկ կին է եղել եւ դա նախանձի միայն
արդյունք է եղել եւ հայրս որոշել է, որ անպայման 7 զավակ։ Եվ այդպես էլ եղել է 7 զավակ, 7-ին էլ բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունել հայրս եւ այսպիսի մի հետաքրքիր բնավորություն ուներ, շատ էր կարդում։ Հայաստանում եթե գտնվում էր մի գիրք կամ գրվում էր մի գիրք, հայրս պիտի կարդար դա։ Եվ այդ առաքելությունը նրան մատուցում էր մորաքրոջս ամուսինը, որը գրքի պալատում էր աշխատում։ Այսինքն դա հեշտ էր հորս համար այդ ձեռք բերել է եւ որևէ բառ, որևէ գործածելի բառակապակցություն, եթե լինում էր գրքում եւ ընդհանրապես այդ տարվա մեջ, հայրը սերմանում էր մեր մեջ։ Բոլոր երեխաները պետք է իմանային դա։ Եվ դա անպայման սեղանի շուրջ էր դա լինում։ Մենք ճիշտ ասած սովորել էինք, որ բոլորս պետք է նույն ժամին սեղանի նստեինք։ Հայրս դաստիարակել էր դա եւ նեղանում էր նրան, ով չէր հասցնում ժամանակին լիներ սեղանի շուրջ։ Եվ այդտեղ մենք ոչ միայն ճաշակում էինք Աստծո բարիքը, այլ նաև ձեռք էինք բերում գիտելիք տվյալներ, որևէ բառակապակցության կամ ազգային որևէ գործիչի մասին, կամ որևէ նվիրալի մասին։ Այդպես էլ ես Աշոտի մասին իմացա հենց սեղանի շուրջ, մեր սեղանի շուրջ Ազատություն ռադիոկայանն էր աշխատում եւ հայրս ասեց այս տղան իմ մոտ է աշխատում եւ դա Ազատություն ռադիոկայանն էր աշխատում, դե լսել էր Ազատություն ռադիոկայանը։ Լսել էր այդ։ Այո, եւ հետագայում այդ բանը, այդ հնարավորությունը, այսինքն Աշոտի աշխատանքը սկսվեց այնտեղ, որտեղ հայրս էր աշխատում։ Այո, հերթափոխի պետք էր աշխատում։ Եվ հայրս, այո, ոչ թե ծանոթացանք, այլ ես գիտեի արդեն, լսել էի, որտեղ ես արդեն մանկավարժական էի սովորում, եւ այնտեղ կային շատ քաղաքական գործիչներ, որոնք այսօր էլ կան, գործում են, շատերը նրանցից գտնվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ես կարող եմ նրանց անունները տալ, եթե դրա կարիքը կա։ Եվ ովքեր էին։ Այնտեղ էին Շահեն Հարությունյանը, Բաբայան Վիգենը, Վիգենի բարեկամները, Շահենի բարեկամները, որոնք նորից այդ բոլորը միասին աշխատում էին, չէին աշխատում, արդեն փոխվել էին Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Բայց մինչ ծանոթանալ ես մանկավարժականում, նրանք աշխատում էին մանկավարժականում եւ սովորում էին։ Եվ նրանցից շատերը երգում էին Հովհաննես Չեքիջյանի խմբում։ Ես ճիշտ ասած երգի հետ մեծ սեր եմ ունեցել, եւ քանի որ Հովհաննես Չեքիջյանն էլ հենց մանկավարժականում էր տեղ գտել իր երգչախումբը պահելու, ես ակամայից ծանոթացա նրանց հետ։ Այնպես ստացվեց, որ ինձ դասավանդող մանկավարժության ուսուցչուհին հենց ինքը ԱՄԿ-ի հիմնադրի քույրն էր, Քիշոյան Ժենյան, որը Հայկազ Խաչատրյանի քույրն էր։ Ճիշտն ասած, նման լուրերը շուտ են տարածում եւ ես իմացա, որ Տիկին Ժենյան Հայկազի քույրն է, մոտեցա եւ ասացի. Ինչպես է ձեզ զգում Տիկին Ժենյան, ինչպես է Հայկազը։ Տիկին Ժենյան լռեց եւ սաստեց ինձ, որ չխոսեմ։ Այս մասին այստեղ ոչ մի խոսք։ Ես ճիշտ ասած սեթևետեցի եւ ասեցի. Ինչի՞ց եք վախենում։ Դուք պետք է ուրախանաք, որ հայրենասեր եղբայր ունեք։ Ասես դու օրենքները դեռ չգիտես, աշխատիր, որ օրենքների։ Այո, ոչ թե օրենքները իմանալ, այլ լռել։ Ճշմարտությունը ատամների տակ պահել։ Ճիշտն ասած, ես եկա տուն եւ երկար մտածելուց հետո հասկացա, որ դե այդ տղաները ալեգալ էին գործում։ Ելնելով դրանից ես անմիջապես կռահեցի, որ վնաս կտամ իմ ոգևորությունից, որ Տիկին Ժենիայի հետ պիտի խոսեմ, շատ բան իմանամ, հնարավոր է, որ նրան զրկեմ աշխատանքի իրավունքից։ Այդ լրացիք դրանից հետո։ Այո, ես լրեցի, բայց հանդիպումներ ունեցա։ Խոսում էին այդ մասին, որ քույրն է։ Խոսում էին։ Չէ, ինքը չէր ուզում։ Այո, շատ քիչ թվով մարդիկ գիտեին այդ մասին։ Բայց նա չէր ուզում, որ դա մասսայական բնույթ կրեր։ Չէ, Հայկազի մասին գիտեին, որ ինչ գործունեություն է ծավալում, որ այո, արդեն գիտեին Հայկազի մասին, բայց ոչ բոլորը։ Ովքեր քաղաքական դաշտում ուզում էին կայանալ կամ քաղաքականությամբ զբաղվում էին, նրանք գիտեին։
սովորական մահկանացուները այդ մասին չգիտեին։ Նրանք երկար շրջանակ բոլորը գիտեին։ Մի շրջանակ։ Եվ ես մեծ ողջավորություն ապրեցի եւ որ ինքս ինքյան հայտնվեցի այդ դաշտում, որտեղ կան քաղաքական գործիչներ։ Պետք է ասեմ, որ նրանք տարբերվում են սովորական մարդկանցից, սովորական ուսանողներից, իրենց իմացությամբ, իրենց նվիրվածությամբ, իրենց ունեցած պայծառ գաղափարախոսությամբ։ Եվ զարմանալին էր, որ դրանք բոլորն էլ որոշել էին սասանել դրոշ կայսրության դեմ։ Պատանի տարիներից ձեզ հետաքրքրել է հեղափոխականի կին կնոջ ճակատագիրը, տեսակը եւ հենց այդպես է մանկավարժականից հետո ընդունվել եք արդեն իրավաբանական երկրորդ կուրսում եւ մի օր ձեր հայրը գալիս է, ճիշտ գիտեմ, չէ՞, որ գալիս եւ ասում է գտել եմ հանդիպել եմ ինչ-որ մեկին, որի դու պետք է ծանոթանաս։ Որը փաստպետ է կարող է լինել։ Միայն թակուն հայր եւ դուստր խոսեցիք, հա։ Այո, որովհետեւ հայրս բավականին նվիրյալ էր իր գործին եւ կուզեր, որ իր աղջիկը, ասենք, հայրենասերիտ ամուսնանար։ Ձգտել էր։ Առաջին արձագանքը ինչպիսին էր ձեր արձագանքը։ Երբ աշխատում ես ուրեմն դպրոցում աշխատում էի, արդեն երկրորդ դասարանում դասավանդում էի դասեր, բայց որ իմացա հայրիկիս մոտ տեղ է բացվել, ես անմիջապես այնտեղ տեղափոխվեցի, ավելի շուտ հայրս ասեց, որ մեր մոտ լաբորատորիայում տեղ է բացվել, այդ ժամանակ էլ բավականին տարածված էր, որ իրավաբանները պետք է անպայման կուսակցական պատկանելություն ունենան, որպեսզի լավ աշխատանք ունենան։ Ես տեղափոխվեցի հայրիկի մոտ, Պոլիվենացիտ գործարան եւ այնտեղ հանդիպեցի Աշոտ Նավասարդյանին։ Առաջին տպավորությունը նկատել էր շատ վաղուց։ Այո, նա ինձ շատ վաղուց էր նկատել։ Երկու կանգար վերև էր ձեզանից։ Այո, բայց Աշոտը տղամարդու իսկական իդեալ էր, նա այդ մասին հայտնեց երբ մենք արդեն երկու աղջիկ ունեինք։ Պատկերացրեք, կենցաղային հարցերում ինքը չկար, չի եղել եւ գնացել առանց կենցաղային հարցերում իրեն տեղը գտնելով։ Ինքը դրսի մարդ էր, ինքը նվիրյալ էր, ինքը ամուսնությունից առաջ ինչ զրույց գնաց, ինչ էիք խոսում, ինչ պայմանավորվեցիք, ինչում էիք համակարծիք, ինչում ընդհանուր եկաք։ Ուրեմն Աշոտը այսպեսի մի գիտեք ինչ ուներ, այսպեսի մի հոգեբանական վիճակ ուներ։ Ուզում էր, որ բոլորը իրան ճիշտ հասկանան, որ բոլորը ձգտեն ազգային պատկանելություն ունեցող երկիր ունենալու, այսինքն մենք ունենանք մեր երկիրը, մեր անկախ ու ազատ երկիրը, մենք կախվածություն չունենանք ոչ հյուսիսից, ոչ հարավից, այսինքն Հայաստանում, եթե մենք ունենք աստիճան շնորհելու հնարավորություն, չգնան Մոսկվայում, ստանան դոկտոր պրոֆեսորի կոչում, այլ Հայաստանում հայրը դա ընտրեն, դա օրինակի մի տեսակ, կամ Հայաստանը իր դրոշը ունենալով հանդերձ, իր այդ դրոշը ծածանի միջազգային ատյաններում, եթե հաղթում է, այո, եթե սովետական խորհրդային դրոշի տակ լինի, այլ ունենա իր եսը, իր անկախ վիճակը։ Բայց ինքը խնդիրներ էլ չէ, կարծեմ տանն էլ խնդիրներ կային, բարդություններ կային, իրենք էլ մեծ ընտանիք էին, առանձնացել էին ծնողները, 5 երեխա, մայրը։ Այսպես պետք է ասեմ, որ Աշոտը նվիրյալ էր իր քույրերին, իր հարազատներին, բայց վեր էր դասում իր գաղափարը։ Եվ նույնիսկ ստիպում էր, որ հարազատները իրան ճիշտ հասկանան։ Այսպիսի մի զավեշ դեպք ես կարող եմ պատմել հենց դատարանում եւ դեռ նրա կինը չէի։ Հրավիրել էր ինձ, որպեսզի ես մասնակցեմ դատավարությանը, այո, դատավարություններ չէին։ Այո, բոլորը փակ դատավարություն։ Ես մասնակցեցի բարեկամի կարգավիճակով, ինձ թույլատրեցին մասնակցել եւ այդ պահին, երբ Աշոտը պետք է վերջին խոսքի իրավունքը ասեր, Պապիկը վեր կացավ Ալեհեր պապիկը 80 արդեն տարեկան եւ 80-ի մոտ էր արդեն եւ ասաց Աշոտիկ ջան, բալիկս դու այստեղ ես պետք մեր ժողովրդին։ Դու քո
արդեն առաքելությունը կատարել ես։ Մեկ անգամ դատվել է դա։ Այո։ Դու արդեն դատվել ես, քո առաքելությունը կատարել ես, դու այստեղ ես պետք քույրիկներիդ ես պետք է նրանց խնամել եւ այլն։ Աշոտը ձայն խնդրեց դատարանից եւ ասաց քաղաքացի դատավոր, ով է այս մարդը, ես չեմ ճանաչում, դուրս արեք։ Ուզում եմ ասել, Աշոտը չներեց բոլորին, եւ որ նրանք կենցաղային անձնական ընտանեկան հարցային հարցերով նրան շեղում էին անկախության ճանապարհը բռնած իրողուց եւ ցավ էր զգում, որ կարող է իր հարազատների մեջ մեկը գտնվել եւ իրեն ճիշտ չհասկանալ։ Երբ որ դուք ամուսնացաք, ինքը արդեն մեկ անգամ դատապարտվել էր։ Այսինքն ձեր համար պարզ էր, որ ձեզ ինչ է սպասում ապագայում։ Այո։ Բայց դրա համար ասում, ինչ խոսեցիք, ինչ ասացիք, որտես։ Պետք է ասեմ, որ միասին էինք աշխատում եւ արդեն ազգային անվտանգության կոմիտեն նրա ետևից էր երկրորդ անգամ եկել։ Վստահությունը ձեր նկատմամբ երբ, ասիկի ինքը երբ սկսեց այդ թղթերը գաղտնի, առաջին իսկ օրվանից ինձ հազարարական տվեց։ Այն տարիներին 74 թիվն էր դա եւ երբ ծանոթացա Աշոտի հետ, դա ապրիլի 24-ն էր։ Հետաքրքիր զուգադիպություն եւ այդ օրն էլ ինձ առաջարկեց աշխատել։ Հանձնարարեց, ես տպագրել գիտեի մի փոքր եւ հանձնարարեց 400 օրինակ թրուցիկներ տպագրել եւ ոչ ոք այդ մասին չպետք է իմանար։ Եվ պահանջված տեղը պետք է ես ներկայացնեի։ Սակայն ես կարողացա թաքուն տպագրել այն ժամանակվա գրամեքենաները, գիտեիք ինչպիսին էր, արագ տպագրեցի 400 օրինակ եւ ցանկացած տեղը պետք է հասցնեի, սակայն այնտեղ ուշացրել էի 5 րոպե, իսկ վայրը գտնվում էր Սուրբ Սարգիս եկեղեցու կամուրջի մոտ, բանից պարզվել էր, որ ԿԿԲ-ն անվտանգության կոմիտեն ինձ հետևել էր, Աշոտը դա նկատել էր եւ երբ ես սիրով եւ մեծ հպարտությամբ այդ 400 օրինակ թրուցիկները նրան ներկայացրեցի, ոգևորված լինելով, որ նա շնորհակալ պետք է լինի, նա ասեց դուք ուշացել եք, շատ սառը, հետաքրքիր կեցվածքով, որի համար պատժվում եք դուք, ինձ ասեց։ Եվ թերթիկները վերցնելով պատրեց ու ջուրը գցեց, այնտեղ ջուր էր հոսում։ Ես սարսռեցի ակամայից եւ արցունքները գլորվեցին։ Իհարկե ոչինչ չասեցի։ Երբ որ արդեն շրջվեցի ու գալիս էի արդեն որ պետք է մեր ավտոբուսը նստեի ու տուն գայի։ Ես տեսա թե ովքեր էին հետևում, իսկ անվտանգության աշխատակիցները շատ հետաքրքիր կեցվածք ունեն, անմիջապես կարելի էր նրանց նկատել։ Ինչ իմաստով նրանք ունեին հատուկ կեցվածք, ոչ սովորական մարդու կեցվածք, մաքրասեր, հստակ իրենց գործունեության մեջ, եթե չեմ սխալվում, նրանք այնտեղ ընդունվելու ժամանակ բավականին մեծ շրջան են անցնում, 9 ամիս, որպեսզի կարողանան եւ կեցվածք ունենալ, եւ հայացք ունենալ, եւ հագուկապը ճիշտ լինի։ Ես անմիջապես նկատեցի, որ հետևում են ուրեմն մեզ, եւ արդեն քիչ էր մնում կանգար հասնեի, շրջվեցի, տեսա, որ Աշոտին տարան։ Հասկացա, բայց չմոտեցա, այլ չմոտեցա, որովհետեւ ես կարող էի խաթանել, որտեվ մտածում էի դեռ այնքան էլ գիտակ չեմ գործի մեջ։ Ճիշտ է, սիրում էի այդ ճանապարհը, նվիրված էի, կեցվածք ունեի, բայց հասկացողության մակարդակը այն չէր, որովհետև ԱՄԿ-ում տեղավորված բոլոր քաղաքական գործիչները ունեին հետաքրքիր մոտեցումներ իրար հանդեպ։ Նրանցից վերնախավը չգիտեր մյուսը ինչ է անում։ Այսինքն կային 4-5 տղաներ, քաջազոներ, որոնք գիտեին, ով ինչ առաքելություն է կատարում, իսկ մյուսները չգիտեին։
հանձնարարականներ կատարողներ էին նրանք, թռուցիկներ տարածողներ էին, Պարզ է։ Այսպես, նրանք վախենալու տեղեր ունեին, որպեսզի մյուսներին չկարողանային գցել, ասենք, որոգայթը։ Լավ, հետո ամուսնացաք, 2 երեխա, ինչ այդ տարիները միջև, հա, երկրորդ թե երրորդ արդեն ձերբակալությունն էր։ Ուրեմն մեծ աղջկաս Ձենձան օրն էր, լրանում էր 3 տարին, իսկ փոքրը 7 ամսական էր։ Տան ինչքան գումար ունեինք եւ ընդհանրապես 3 տարին խաղ ապրեցիք, 3-4 տարին խաղ էր ամեն ինչ։ Ոչ միայն խաղաղ, այլ սիրով, նախանձությամբ բոլորի կողմից շատերն էին երազում այդպես ընտանիք ունենալ, շատերն էին նախանձում, սակայն հոգուս խորքում կար վախը։ Մեր տուն էին գալիս մարդիկ, որոնք իրենց նկարագիրը ցույց չէին տալիս։ Չէր երևում, իրենց ով լինել է քաղաքական գործիչ են, կենցաղային գործիչ են, թե ընդհանրապես նվիրյալ են։ Դրանք տարբեր բաներ են։ Եվ 3 տարի լրանալու օրը Աշոտը արդեն գիտեր ինքը, որ գնում է։ Եվ Սիբիրից եկել էր մի նամակ, որ պարոյրին, հայրիկյան պարոյրին դատապարտում են ոչ միայն քրեական, քաղաքացիական հոդվածով, այն ժամանակ այդպես էր կոչվում հոդված, սովետская պրոպագանդա եւ ագիտացիա, հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա, որը տեղավորված էր քրեական օրենսգրքի հատուկ մասում։ Ուրեմն հայրիկյան պարոյրի մոտ գնում են մարդիկ այստեղից, հարազատներ, վեր տանում են պարոյրին, Հայաստանը այդ ժամանակ կարում էր սպորտ հագուստ, կապույտ գույնի, սպիտակ եզրերով։ Այդ սպորտային հագուստը երբ հասնում է Սիբիր, ոչ պարոյրը հագնում է, հսկիչներից մեկն ասում է պարոյր, այսինչ գեղեցիկ բան ես հագել։ Պարոյրը շատ հրճվանքով պատասխանում է, որ մեր հայերն են դա պատրաստում, եթե կուզեք մենք ձեզ համար մենք կարող ենք դա ուղարկել։ Եվ հսկիչը ձեն չի հանում։ Եվ բանից պարզվում է, որ հսկիչը երևի վերևներից ասված էր, որպեսզի պարոյրի նկատմամբ կատարվեր ոչ միայն ոտնձգություն, այլ քաղաքական հոդվածը վերափոխել քրեական հոդվածի։ Եվ այն պահին, որ պարոյրը հանձնում է այդ սպորտային հագուստը հսկիչներին, նրան ձերբակալում են եւ քրեական հոդվածներ են նախընտրում։ Եվ Երևանում Աշոտը եւ Ազատը իմանալով այդ մասին, թռուցիկներ են տարածում եւ երրորդ դատավարությունը հանուն պարոյրի նրանց համար բերում է ազատազրկում։ Ահա, թե ինչ է լինում հետո պարոյրը, ինչպես է շնորհակալ լինում, այդ մասին դա երևի մենք խոսենք մի այլ առիթով։ Լավ, հետո արդեն հա երկրորդ ձերբակալությունը որտեղ էր ինքն։ Ուրեմն առաջի ձերբակալությունը։ Ինչ էր, շոկ էր ձեր համար, ինչ էր այդ օրերին։ Չէ, սպասված էր։ Սպասված էր։ Պետք է ասեմ, ես վտանգ զգում էի, որ կարող է։ Վտանգ զգում էի, բայց ունենալ 2 փոքրիկներ եւ ունենալ ոչ շրջապատված հարազատներ, բարեկամներ ավելի շուտ։ Դժվար էր, այո, որտեղ բոլորն իրենց հոգսերը ունեին։ Նրանք տարիներ շարունակ այդ հոգսերի մեջ էին եղել եւ շրջապատը Աշոտի ազատազրկումից հետո մարդիկ եղան, որոնք ձեզանից հեռու կանգնեցին։ Այո, հեռու կանգնեցին։ Չուզեցին իմ երեխաների հետ խաղալ, չուզեցին ինձ հետ բարևել։ Այո, սակայն ժամանակը եկավ, որ նրանք ամեն ինչ տեղն ընկավ։ Այո, երբ Աշոտը եկավ եւ դեպուտատ դեռավ, նրանք բոլորը իմ արևանները եղան, իմ բարեկամները եղան, ինձ խնդրողներ եղան։ Պետք է ասել, որ Աշոտը բոլորին օգնեց, բացի իր ընտանիքից։ Իր ընտանիքին չկարողացավ ժամանակ չգտավ օգնելու։ Գնում էի, չէ՞, տարին 2 անգամ գնում էի երեխաների, այո, երեխաների հետ, 2 երեխաների հետ գնում էի եւ վերադառնալուց հետո տալիս երեխաները։ Պետք է ասեմ, որ երեխաներին Աշոտը նամակներից մեկում եւ գրել էի, ինչ գրեմ, երեխաները արդեն հասկանում են դու որտեղ ես գտնվում։ Նամակներից մեկում նա գրել էր, որ ասա, որ ես աղքատների համար դպրոց եմ պատրաստում Սիբիրում, երբ վերջացնեմ տուն կգամ։
Փոքրը 7 ամսական էր, երբ վերադարձավ, արդեն դպրոց էր գնում։ Այո։ Պետք է ասեմ, որ դպրոց գնալուց, երբ Աշոտը եկավ, ես հանձնեցի նրա ձեռքը Աշոտին, բայց նա չընդունեց այդ ձեռքը։ Չէր ուզում, որ Աշոտը իրեն տանի բերի, եւ Աշոտը հայտնվեց մեր տանը, նա չէր թողում, որ մենք նույն բազմոցին նստեինք։ Սակայն նրան, որ մենք տեսակցության էին գնում, տեսակցության ժամանակ փոքրս արդեն 3 տարեկան էր, երբ աչքերը բացեց ու Աշոտին տեսավ, միանգամից հայրիկ ասեց. «Պապ, դու ես»։ Բայց տարիներ շարունակ ինձ տեսնելով միայնակ, նա չընդունեց Աշոտի գոյությունը։ Երկար ժամանակ Աշոտը չարչարվում էր, որպեսզի կարողանար երկրորդ աղջկաս իր մոտ բերեր։ Նա չէր թողում, որ Աշոտը ձեռքս բռնի, ինձ հետ նույն բազմոցին նստի։ Մեզ տառապանքի ուղի անցանք, մինչև ընտանիքը եկավ այն բարձրության վրա, որին ես երազում եի։ 10 տարի, հա, տարբերությամբ ծնվեց ձեր երրորդ դուստրը։ Այո, երրորդ դուստրը, որը այսօր 23 տարեկան է։ Անկախության ծնունդ կարելի ասել, կառավարման բանում այսօր ակադեմիայում ստանում է դիպլոմներ ստանում։ Շնորհավորում ենք իրեն եւ բոլոր շրջանավարտներին։ Ես գիտեմ, որ անվստահություն է եղել շարժման առաջին տարիներին եւ դուք էլ 1-2 առիթով ասել եք, որ ինք այդ տարիներին ասաց, որ իրեն զգուշացրել են կամ այդպիսի զրույց է գնացել, հա, անվտանգությունից, որ ինչ որ տղաներ պետք է առաջ գան, որոնք հա հրահանգ շարժման պետք է սկսեն։ Այո, Աշոտը անմիջապես արձագանքել էր, պետք է ասեմ, որ շատ մեծերից Սախարովը Աշոտ Նավասարդյանի մասին խոսել է այն դիտակետից, որ Աշոտ Նավասարդյանի հասնում այն Նոբելյան մրցանակը, որը ես եմ ստանում։ Ինչի համար, որովհետև Աշոտը 20 տարի շուտ էր խոսում, ինչ կարող է լինել։ Նրա մոտ այդ պայծառատեսությունը երևի կար, ես չեմ կարող ասել, դա պայծառատեսություն էր, թե չէ, նախախնամը նրա մոտ շատ էր զարգացած եւ նա գիտեր, ասենք, ինչ շարժում սկսվում է, դրա վերջը ինչ է լինելու։ Բայց անկախության շարժում էր, ազատության շարժում էր եւ իրենք հիմնադրում էին, ինչպես, այսինքն սպասում էր, որ դա կավարտվի եւ նոր կգա իր ժամանակը։ Նա մտածում էր, թող նրանք բեմ բարձրանան, ինքը լսի թե ինչեր են ասում։ Եվ ասում էր, այդ հարթակը իրենցն է, ոչ թե իմ հարթակն է։ Այդ հարթակը անբարոյական կլինի ես ղեկավարեմ։ Թող նրանք ղեկավարեն, որպեսզի ես կարողանամ հասկանալ եւ ժողովուրդը հասկանա, արդյոք նրանք ինձ կընդունեն, որ բանտից նոր եմ եկել ու բեմ եմ բարձրանում եւ ուր եմ իրենց տանում։ Հնարավոր էր, որ ժողովուրդը Աշոտին չհասկանար, բայց ես տանը ընդվզում էի Աշոտի դեմ։ Դա քո պայքարն է։ Դա քո պայքարն է, բեմ բարձրացիր եւ քո ասելիքը ասա։ Դա այնքան էլ երկար չտևեց, պետք է ասեմ, Աշոտը դեռ չէր հասցրել մի կարգին քներ վեր կենար հանգստանար եւ նորից մտավ նորից քաղաքական դաշտ, բայց շատ-շատերը երևի կվախենային, կհանդիմանեին, բայց ես ուրախացա, որտեվ հենց այդպիսին էի նրան պատկերացնում։ Ազատության, անկախության տարիներին էլ էլի մենք գիտեինք ըմբոստ ընդվզող Աշոտ Նավասարդյանի տեսակը, այսինքն այնպես չէ, որ իր առաքելությունը կատարել է, հա, իր ողջ գաղափարախոսությունը միտքը միտված էր անկախության եւ ազատության եւ վերջ։ Այն ինչին որ ձգտում էր, մենք արդեն ունենք, ինքը պայքարի նոր ճանապարհ սկսեց։ Ճիշտ է, սակայն այն ճանապարհը, որը Աշոտն էր տեսնում, դեռ չի իրականացված։ Մեր ժողովուրդը այդ ճանապարհ անցնելու համար շատ դեռ խնդիրներ ունի լուծելու։ Վերջին տարիների կռիվները ինչի շուրջ էր։ Քաղաքական դաշտում։ Այդպես ուղղակի իմաստով չէ, ես ինչը չէր հանդուրժում, ինչի դեմ էր ընդվզում, ինչ էր ուզում։ Պետք է ասեմ, որ Աշոտի մահը բոլորիս համար անսպասելի էր։ Երբ նրան առաջարկում են իր մահից մի 2 օր առաջ, որ Ղարաբաղյան փաթեթի տակ պետք է ստորագրել, այն ժամանակ նա աշխատում էր հանձնաժողովում, պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ, բայց նախագահը հիվանդ լինելով ինքն էր ղեկավարում այդ պաշտոնը։ Նա ղեկավարը պետք է օպերացիայի կանգներ, սրտի խնդիր պետք է, այո, վիրահատության պետք է գնար եւ Աշոտին էին հանձնարարել այդ պաշտոնի առաքելությունը։ Եվ մի օր կանչում են ազգային ժողով եւ ասում են, որ Ղարաբաղյան փաթեթի
տակ պետք է ստորագրել, որպեսզի խնդիրները լուծվի այն ձևով, ինչպես իրենք նախատեսել են։ Աշոտը հրաժարվում է, նկատելով շատ հանգամանքներ, բարկանում է եւ ընդհանրապես հայոյած չլինելով կյանքում, բարձր տոնով հայոյում է։ Գալիս է իր սենյակը, առանձնասենյակը, որտեղ ինքը իր աշխատանքներ է տանում, նստում եւ պատգամավորական բլանկի վրա գրում է. Խնդրում եմ ինձ ազատել պատգամավորության թեկնածությունից, սակայն եթե երբևէ ես պետք է մեղել իմ ազգին, իմ ժողովրդին, ունեմ ասելիք. Ղարաբաղյան հարցը դրեք ազգային ժողովի քննարկմանը եւ խնդրում եմ մի քանի հոգով մի լուծեք ազգային այնպիսի հարց, ինչպիսին Ղարաբաղյան հարցն է։ Եվ այդ բլանկը, որը գրում է սեղանի վրա, դրանից հետո նա վատանում է եւ ընկնում կոմայի մեջ։ Ամանչելով երևի իր բարձր տոնայնությունից, չունենալով բարձրագույն կրթական համակարգին դիպլոմ, մինչև վերջեր ավարտել, այդ ժամանակ սովորում էր իրավաբանական համալսարանում, նա ամանչում է բարձրաձայնելուց, դա ասել է աշխատակիցները իմ Աշոտի, որի հետ աշխատում էին իրենք, եւ գլուխը ցած է դնում։ Գալիս են պատգամավորները, նրան տանում են ստուգման, բազմակետ։ Բժիշկն ասում է, որ 3 օր նա պետք է չշարժվի։ Սակայն ամբողջ գիշեր մնելով հիվանդանոցում, նա տուն է գալիս։ Ներևի սաստողներ չեն լինում այդ պահին, որ պետք է պարկես, ոչ միտեղ չգնաս, մենք տանը կհայտարարենք այդ մասին, որ դու հիվանդանոցում ես, խնդիր չկա մտահոգվելու։ Եվ տուն գալով, քանի որ լսած է լինում պատգամավոր ընկերներից, որ քեզ ինչ է եղել դու, առողջ մարդ ես, քեզ ոչ մի բան էլ չի եղել, պետք չի հիվանդանալ։ Նորից գնաց աշխատանքի եւ Այո, սակայն 2 օր հետո կնքում է իր մահկանացուն։ Մի քանի ամիս հետո, պատահաբար, երբ որ արդեն պետք է բացեին այն դուռը, որտեղ փակվել էր արդեն Աշոտի մահից հետո, ես գտնում եմ այդ թուղթը։ Այո, պատգամավորական բլանկը, որի վրա ինքը գրել էր, որ Ղարաբաղյան հարցը պետք է դնել քննարկման եւ ոչ թե լուծել մի քանի հոգով։ Տպում եմ թերթում, պետք է ասեմ, եւ մտնում եմ տուն, թալանում տանում մեր տանից այն ամենը, ինչ ես ազգային թանգարանին պետք է ներկայացնեի։ Ես չգիտեմ այդ մասին արժե բարձրաձայնել, որտեղ շատերը գիտեին, բայց շատերը չուզեցին հետաքրքրվել ինչ կատարվեց։ Սակայն Աշոտը ինձ թողեց վերջի պահին, երբ նա արդեն մահկանացուն էր կնքում, նա ասեց, որ ես ոչինչ չեմ թողնում քեզ։ Գլխիս տակ մի բան կա պահած վերցրու, պահպանիր հայրենիքս, կուսակցությունս, իսկ հետո երեխաներիս։ Աշխատիր, որ իմ երեխաները երշիկի հասարակությունում չգոյատևեն։ Դա կլինի մահ ինձ համար իսկական։ Շատ երկար կարելի է ձերդ, հա, զրուցել այստեղ շատ երկար կարելի է։ Ես կուզեի Աշոտ Նավասարդյանի ներկայացնել այնպես ինչպես կար, որովհետև գուցե ես եմ այն մարդը, այն առաքելություն կատարողը, որը պետք է ներկայացնի Աշոտ Նավասարդյանին։ Եվ հավաքել եմ այնքան աքսեսուարներ, այնքան նյութեր, այնքան, այսպես ասած, ես վստահ եմ, որ մի օր այդ ամենը կտեղվի եւ ոչ թե տեղի, ես արդեն անում եմ այդ գործը, այն հին բնակարանը, որտեղից Աշոտը գնաց ազատություն փնտրելու, այդ վայրը, այդ բնակավայրը ես, այո, թանգարանի եմ վերածում, կատարել եմ որոշակի աշխատանքներ, ովքեր կցանկանան մոտենալ իրենց նյութերով, իրենց աջակցությամբ, սիրով կընդունեմ, միայն թե դա լինի կամավոր հիմունքներով, որտեղ այն կուսակցությունը, որը Աշոտը գրեց ու գրեցինք միասին, որը ծառայում է այսօր մեր ժողովրդին, կամավորության, սիրո, ընտանիքի հողի վրա է ստեղծված։ Շատ լավ, հաղորդման վերջում կան ավանդական հարցեր, ակնկալում եմ կարճ եւ անկեղծ պատասխաններ։ Ես վախենում եմ ինչից։ Ես վախենում եմ, որ այն ճշմարտությունը, որին պահում եմ սրտիս տակ, մի օր կորցնեմ։ Ես ամաչում եմ ինչի համար։
Ես ամանչում եմ նրանցից, ովքեր ամանչելու ցանկություն չունեն եւ չեն կարող ամանչել։ Ես ափսոսում եմ ինչի համար։ Ես ափսոսում եմ, երբ մարդը անելիք ունի, բայց չի հասցնում եւ նրա մահը դառնում է անդառնալի կորուստ։ Ասում են կյանքը ունի 3 աստիճան, կյանքը ինձ համար, կյանքը մարդկանց համար, կյանքը Աստծո առաջ։ Եթե գնահատեք մեկ բառով ձեզ համար ինչպես եք ապրել, մարդկանց համար ինչպես, Աստծո առաջ ինչպես։ Պետք է ասեմ ինձ համար ապրել եմ իմ առաքելությունների, իմ առաքինության սահմաններում, մարդկանց համար ցանկացել եմ բարին, որ նրանք էլ ունենան բարի ճանապարհ, թող մարդիկ միշտ երջանիկ լինեն։ Իսկ Աստծո առաջ ամանչելու տեղ չունեմ։ Գլուխս բարձր է եւ կուզեմ այդ ճանապարհը իմ աղջիկներն էլ անցնեն։ Կյանքում ստացած ամենամեծ ծանր հարվածը։ Ամուսնուս կորուստը։ Իմ թույլ կողմերն են։ Իմ թույլ կողմերը ներելու մեծ հատկություն ունեմ։ Թշնամուսել եմ ներել ու ներում եմ։ Ես ուժեղ եմ ինչով։ Ես ուժեղ եմ իմ ստեղծածով, իմ առաքինությամբ, իմ գիտելիքներով, իմ նվիրվածությամբ եւ ազգին տված իմ 3 աղջիկներով։ Շնորհակալություն։